Ազգային բարերար Սամվել Կարապետյանը ԱԾ մեկուսարանից այսօր վերադարձել է տուն։ Նա այնտեղ էր տեղափոխվել հունվարի 16-ին Նայիրի հիվանդանոցից, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, քանի որ 7-ամսյա կալանքի ընթացքում հիվանդացել էր երկկողմանի թոքաբորբով եւ վարակվել քովիդով, սակայն այդ մասին հայտնի էր դարձել միայն դեկտեմբերի 30-ին, կալանքը տնային կալանքով փոխարինելուց հետո։ Այն որ դեռևս Սամվել Կարապետյանը ստացիոնար բուժման կարիք ունի, դրա վերաբերյալ կամ բժշկական հավուր պատշաճի փաստաթղթեր։ Դրանում երկրորդ կարծիք չկա։ Մեխանիզմները կհասկանանք, որովհետև ի վերջո այստեղ միայն մեր ցանկությունը չէ, այնպես է ստացվել, որ ստացվում է նույն քննիչը եւ դատախազը պետք է որոշում կայացնեն անձի պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ։ Տեսնենք ինչ որոշում են կայացնելու։ Բայց մի բանն է ամենահստակը։ Սամվել Կարապետյանը առողջական խնդիրներ որպես այդպեսին չի ունեցել մինչև 2025 թվականի հունիսի 18-ը։ Այն ինչ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի նկատմամբ նույն թոքաբորբը, նույն ֆիբրոզը, նույն կորոնավիրուսային համավարակը, մենք այդտեղ տեսնում ենք ուղիղ դիտավորություն իրավասու պաշտոնյաների եւ նաեւ քաղաքական պաշտոնյաների կողմից Սամվել Կարապետյանի առողջության նկատմամբ ոտնձգության տեսանկյունից։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 17-րդ օրն ընդհատվեց, քանի որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր հայ գործարարի տնային կալանքի որոշումը եւ իրավապահները Կարապետյանի հետևից հիվանդանոց էին գնացել ու տեղափոխել նրան ԱԾ։ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք ընդհանուր առմամբ մարդասիրության ճգնաժամ։ Այն, որ մեզ մոտ քաղաքական հետապնդումները, այն, որ քաղաքական բանտարկյալների թիվը իսկապես ռեկորդային է, դա արդեն հայտնի է բոլորին, բայց մենք ունենք նաև մարդասիրության ճգնաժամ։ Այն, ինչ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 16-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր բժշկական կենտրոնում, իր հիվանդասենյակում եւ այդ պայմաններում քննիչի եւ դատախազի գործողությունների, ինչպես նաեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, որը ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական հետապնդման այս աբսուրդի մեջ, գալիս են եւ ներերակային ներարկումը ընդհատում են փաստացի, բայց այստեղ պետք է անկեղծ լինեմ, որ հենց ինքը Սամվել Կարապետյանը գտնվելով հիվանդասենյակում, երբ տեսավ ոստիկաններին, իր առաջին գործողությունը այն էր, որ ինքը հենց նաեւ անջատեց համապատասխան սարք։ Հենց ինքը եւ ասեց գնացինք։ Մինչև Կարապետյանը տեղափոխվում էր ԱԾ, այդ նույն օրը հունվարի 16-ին հակակոռուպցիոն դատարանը քննում էր դատախազության բողոքը Կարապետյանի կալանքը տնայինով փոխարինելու դեկտեմբերի 30-ի որոշման դեմ։ 14-ժամյա դատական նիստի ավարտին դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր դատախազության միջնորդությունը եւ անփոփոխ թողել Կարապետյանի տնային կալանքի որոշումը։ Նաեւ վերացրել էր հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը։ Շատ կարևոր բացահայտում ունեմ անելու, հարգելի գործընկերներ, շատ հետաքրքիր։ Հիշում եք, մենք ունենք 53 քննիչներից բաղկացած քննչական խումբ։ Երբ կալանքի միջնորդությունը ներկայացնում են, այսինքն տնային կալանքի միջնորդությունից հրաժարվում են եւ ներկայացնում են նորից կալանքի միջնորդություն, երբ ծանոթանում են գործի նյութերին, բարձվում է ինչ։ Ուրեմն քննչականը եւ դատախազությունը ասում են շատ ինտենսիվ գործողություններ դեռ ունենք անելու, բայց 53 քննիչներից բաղկացած խումբը այլևս 22 քննիչներից է բաղկացած։ Երևի 53-ով այնքան շատ աշխատեցին, որ հիմա պետք է էլ ավելի շատ աշխատեն, բայց 22 քննիչ են դառնում։ Հասկանում եք, այսպես տեխնիկական, այնքան անհասկանալի մեղմ ասած, աբսուրդային վարքագիծ ունեն։ Պարզ է, չէ, 53 քննիչով եթե ուզում եք նախաքննություն անեք, 1 ամիսն էլ է ձեզ բավարար։ 22 քննիչով լավ 2 ամիսն է ձեզ բավարար։ Բայց դեռևս նախաքննության ավարտ չկա, որտեղ ամեն կերպ ցանկանում են, որ մենք դռնբացության կարգով այս աբսուրդը չներկայացնենք։ Ամեն գնով։ Բայց ի դեպ այդտեղ էլ մի խանգարող հանգամանք կա իրենց համար։ Օրենքը ի վերջո դրա համար էլ է լուծումներ նախատեսում, դրա համար էլ է ժամկետներ էլ նախատեսում, իհարկե Սամվել Կարապետյանի գործով ոչ օրենք է գործում, ոչ իրավունք, բայց ամեն դեպքում այդտեղ էլ լուծումներ կլինեն։ Սամվել Կարապետյանի դեմ 2025 թվականի հունիսին հարուցված գործի քննությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ապրիլ։ Առավելագույնը 10 ամիս ժամկետ է սահմանում գործերի քննության համար քրեական օրենսգիրքը։ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվող պատարագին Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են իշխանական մի քանի պատգամավորներ եւ Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալզյանը։ Չարենցավանում Փաշինյանին եւս ծափարություններով են դիմավորել։
Պատարագին ներկա են եղել նաև Կարգալույս քահանաներ եւ Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել Սրբազանը։ Նրան եւ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած եպիսկոպոսներին մայրաթորը տիրադավ է հռչակել։ Հակառակ եկեղեցական կանոններին պատարագի ընթացքում չեն հիշատակվել ոչ ամենայն հայոց կաթողիկոսի, ոչ թեմակալ առաջնորդի եւ ոչ էլ պատարագիչ քահանայի անունները։ Վաղ առավոտից եկեղեցու տարածքը շրջափակված է եղել ոստիկանության գվարդիայի մեծաթիվ ուժերով, իսկ տեղում հսկողությունն անձամբ իրականացրել էին փոխոստիկանապետերը։ Պատարագի ավարտից հետո Արաքել Սրբազանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նա արագ հեռացել է եկեղեցու տարածքից եւ նստել մեքենա։ Սրան զուգահեռ Մասյացոտնի թեմում նորանշանակ թեմի առաջնորդի տեղապահ Հայր Ռուբենի նորաբացի եկեղեցում մատուցված պատարագին հարյուրավոր հավատացյալներ են մասնակցել։ Հայր Ռուբենը ի տարբերություն Արաքել Սրբազանի պատասխանել է լրագրողների հարցերին ու հայտնել, որ ինքը եկել է թեմի պարակտումը վերացնելու նպատակով։ Ստեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու եւ ինչքան հնարավոր է պարակտումը եթե հնարավոր չլինի ամբողջությամբ փարատելու, բուժելու, գոնե հնարավորինս այս պարակտումը վերացնելու։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող Իմ Նեմնիմի հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ բուժժնության արդյունքում պարզվել է, որ Սամսոնյանի սրտի զարկերակի թիվը նորմայից էապես մեծ է, ինչի պատճառով մեկուսարան է կանչվել շտապօգնություն։ Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է եւ օրգանիզմի հյուսվածությունը հանգեցրել է սրտանոթային խնդիրների։ Շտապօգնության անձնակազմը տեղում զննելուց հետո որոշել է շտապ տեղափոխել Էջմիածին բժշկական կենտրոն համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու եւ հետագա բարդություններից խուսափելու համար։ Իրանի իշխանությունները պատրաստվում են մինչև 2026 թվականի ավարտ երկիրը ամբողջությամբ անջատել համաշխարհային ինտերնետից, գրում է Guardian պարբերականը։ Ազատ մուտքը դեպի համացանց կդառնա պետական արտոնություն, որից կկարողանան օգտվել միայն պաշտոնյաները, ուժայինները եւ հատուկ ստուգում անցած անձինք։ Շարքային քաղաքացիների համար հասանելի կլինի միայն ազգային ինտերնետը, ներքին ցանց, որը լիովին վերահսկվում է պետության կողմից։ Այս տեխնոլոգիական մոդելը, որը ենթադրաբար մշակվել է Չինաստանի օգնությամբ, թույլ է տալիս իշխանություններին ճնշել բողոքի ցույցերը եւ լիակատար վերահսկողություն հաստատել տեղեկատվական հոսքերի վրա։ Արդեն իսկ բողոքի ակցիաների ֆոնին Իրանում ինտերնետը լիարժեք չի գործում ավելի քան 10 օր, ինչն ամենաերկարատև անջատումն են համարում վերլուծաբանները։ Սենսացիոն տեղեկություն է հրապարակել Washington Post-ը, ամերիկյան պարբերականին հայտնի է դարձել, որ չնայած ներքին լարվածությանը եւ հրապարակային թշնամական հռետորաբանությանը, Իրանն ու Իսրայելը դեկտեմբերի վերջին Ռուսաստանի միջնորդությամբ գաղտնի հաղորդագրություններ են փոխանակել, պայմանավորվելով չիրականացնել կանխարգելի չարվածներ միմյանց նկատմամբ։ Իսրայելը հասկացրել է, որ չի հարձակվի Իրանի վրա, եթե առաջինը հարված չստանա, քանի որ այս պահին կենտրոնացած է Լիբանանում Հեզբոլահի դեմ գործողությունների նախապատրաստման վրա։ Թեհրանն իր հերթին հաստատել է զսպվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում իրավիճակը կտրուկ սրվել է, ինչի պատճառով Պենտագոնը շուրջ 1500 զինծառայողի հրամայել է պատրաստվել հնարավոր տեղակայման։ Լարվածության ալիքը բարձրացել է, երբ հունվարի 7-ին ներգաղթի եւ մաքսային ծառայության գործակալը սպանեց 3 երեխաների մայր Ռենե Գուդին։ Այս դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք հաճախ վերածվում են բախումների ոստիկանական ուժերի հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել ապստամբության մասին օրենքը եւ զինվորական ուժեր ուղարկել փողոցներ, եթե տեղական իշխանությունները չկանգնեցնեն հարձակումները դաշնային գործակալների վրա։ Թրամփը քննադատել է նահանգի ղեկավարությանը նրանց անվանելով կոռումպացված քաղաքական գործիչներ։ Միաժամանակ ԱՄՆ արտադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել նահանգապետ Թիմ Ուելցի եւ Մինեապոլիսի քաղաքապետի նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից եվրոպական մի շարք երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից եւ Դանիայից ներկրվող բոլոր ապրանքների համար կսահմանվի 10% մաքսատուրք։ Թրամփի խոսքով հունիսի 1-ից այդ տուրքը կբարձրանա մինչև 25% եւ կգործի այնքան ժամանակ, մինչև չկնքվի Գրենլանդիան գնելու գործարքը։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ Ամերիկան տարիներ շարունակ սուբսիդավորել է Եվրամիության երկրներին եւ հիմա մեջբերում Դանիային նույն ձևով պատասխանելու ժամանակն է։ Թրամփը շեշտել է, որ աշխարհի խաղաղությունը վտանգված է, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են տիրանալ Գրենլանդիային, իսկ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել այն։ Ըստ նրա, սա միակ ճանապարհն է կանխելու այլ գերտերությունների մուտքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կղզի։